Շնորհակալ եմ բոլորից, հատկապես Տիրոջից, որ իր հպում է այնքան ուժեղ այս վայրի մեջ, իր ներկայությունը ուղղակի մեզ փշրում ու ջարդում է իր սիրո օվկիանոսի մեջ։ Շնորհակալ եմ իսկապես Տեր այս հնարավորության համար, սիրելիներ, ողջունում եմ իհարկե ձեզ, մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի անունով, ուրախ եմ, որ ձեր մեջ եմ, շնորհակալ եմ այս մեծ առանձնաշնորհման համար, որ պատիվ Աստված արել, կանգնել ձեր առաջ եւ իր խոսքերը փոխանցել ձեզ։ Այն ինչ որ սրտից հոգուս մեջ դրվել է, Սուրբ Հոգու միջոցով, Սուրբ Հոգու շնորհքով կփորձեմ փոխանցել այն ամեն ինչ որ կա իսկապես, այնպես ինչպես որ Տերն է կամենում դա։ Բայց միջև դա կուզենամ մի հատ աղոթենք, աղոթքի մեջ լինենք, սիրելի Փրկիչ, սրտանց փառք եմ տալիս քեզ այս մեծ հնարավորության համար, Տեր, որ դու հիմա մեր մեջ ես, եւ Տեր, մեր մեջ պիտի նշաններ ու հրաշքներ գործես, բայց ամենամեծ հրաշքը եւ ամենամեծ նշանը մեր կյանքերի վերափոխումն է, Տեր։ Աղոթում եմ, որ իսկապես քո Սուրբ Հոգին դիպչի ամեն մեկիս շարքերով անցնի եւ ամեն մեկիս տա իր կարիքը։ Ինչ խոսք, ամենամեծ կարիքը, Տեր, դու ես մեր համար, Տեր, մենք քո պետքը ունենք, մենք քո կարիքը ունենք, Հիսուս։ Դրա համար աղոթում եմ, որ այն ամեն ինչ, որ այսօր պատրաստել ես, Տեր, օգնիր, որ հասանելի լինի ամեն մի հոգու, հատկապես ինձանից սկսած, Տեր։ Խնդրում եմ, Տեր, որ մեր սրտերը, Տեր, մեր սրտի պարունակությունը, Տեր, լցվի քեզանով, Տեր, մենք որպես կավե անոթներ դատարկվում ենք քո առաջ եւ քո ողորմությունն ու շնորհքն ենք խնդրում, Տեր, որ իսկապես, Տեր, լցնես այդ տիկերը, Տեր, քո Սուրբ Հոգու գինով, որը ուրախություն է խորհրդանշում, Տեր։ Աշխարհը տալիս է ուրախություն, բայց ժամանակավոր։ Նրա տված ուրախությունը հետո դառնում է ճակատագրական մարդկանց համար։ Նա ավելի շատ թալանում եւ կողոպտում է, քան որ տալիս է, Տեր, բայց քո ուրախությունը Սուրբ Հոգու պտուղներից մեկն է։ Շնորհակալ ենք իսկապես քեզանից, Տեր։ Գոհանում ենք քեզանից, տիեզերքի արարիչ, որ դու քո փառքը թողեցիր մարմնացար եւ մարդացար եւ մարմին հակար եւ աշխարհում աշխարհի Փրկչի համար տեղ չգտնվեց, բայց մի մսուրի մեջ ծնվեցիր, Տեր, համեստ եւ հասարակ պայմաններում, Տեր, բայց դա երբևիցե չի խանգարում, որ դու լինես աշխարհի տիրակալը, աշխարհի թագավորը, աշխարհի Փրկիչը, Տերը եւ թագավորը Հիսուս։ Դրա համար քեզ փառք ենք տալի քո մեծության համար, Տեր։ Քո մեծությունը նաև կայանում էր նրանով, որ դու խոնարհվեցիր եւ ցածրացար, Տեր։ Աշխարհի մեջ չեն ընդունում այդ ցածրանալը, խոնարհվելը։ Աշխարհի մեջ հպարտներին են ողջունում, բայց հավիտենական կյանքի մեջ հպարտները տեղ չունեն քո արքայության մեջ, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Փառք եմ տալի քեզ եւ իմ սիրտը հանձնում եմ քեզ, իմ շուրթերը տալիս եմ քեզ։ Տուր ինձ խոսքի հստակ ձևակերպում եւ հստակ մեկնություն, Տեր, որ իսկապես ես անոթ լինեմ քո ձեռքերի մեջ եւ քո անունը փառավորեմ հավիտյանս, հավիտենից, ամեն։ Սիրելի քույրս, եղբայրս, բացենք Դանիելի առաջի գլուխ 8-ից 21-րդ համար։ Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի թագավորի կերակուրներով եւ նրա խմած գինիով, եւ ներքինապետին խնդրեց, որ թույլ տա դրանցով իրեն չպղծի։ Եվ Աստված ներքինապետի առաջ Դանիելին շնորհք ու ողորմություն տվեց, եւ ներքինապետը Դանիելին ասեց. Ես վախենում եմ իմ Տեր թագավորից, որ սահմանել է ձեր ուտելիքն ու խմելիքը, ինչու նա ձեր դեմքը գունատ տեսնի, ձեր հասակակից տղաների դեմքերից եւ թագավորի առաջ իմ գլուխը վտանգեք։ Եվ Դանիելն ասաց վերահսկիչին, որին ներքինապետը նշանակել էր Դանիելի, Անանիայի, Միսայելի եւ Ազարիայի վրա. Աղաչում եմ, մի 10 օր փորձիր ծառաներիդ եւ թող մեզ ուտելու համար բանջարեղեն եւ խմելու համար ջուր տան եւ թող քո առաջ Երևան մեր դեմքերը եւ դեմքերն այն տղաների, որոնք ուտում են թագավորի կերակուրից եւ ըստ քո տեսածի վարվիր ծառաներիդ հետ։ Նա համաձայնվեց նրանց հետ եւ նրանց 10 օր փորձեց եւ 10 օր հետո նրանց դեմքերը ավելի վայելու չէին, մարմնով գեր էին, քան այն բոլոր տղաները, որոնք ուտում էին թագավորի կերակուրից։ Վերահսկիչը վերցնում էր նրանց թագավորական կերակուրն ու նրանց խմելու գինին եւ նրանց բանջարեղեն էր տալիս։ Եվ Աստված այս 4 տղաների գիտության եւ հանճար տվեց ամեն դպրության եւ իմաստության մեջ։ Եվ Դանիելը հասկանում էր ամեն տեսիլք ու երազ
Երբ լրացան այդ օրերը, որոնցից հետո թագավորը հրամայել էր նրանց բերել, ներքինապետը նրանց Նաբուգոդոնոսորի առաջ տարավ, եւ թագավորը խոսեց նրանց հետ, եւ նրանց մեջ չգտնվեց Դանիելի, Անանիայի, Միսայելի եւ Ազարիայի նման մեկը, ուստի նրանք թագավորի պաշտոնյաներ դարձան։ Իմաստության եւ իմացության վերաբերվող ամեն բանի մեջ, որ թագավորը հարցնում էր նրանց, թագավորը նրանց իր ամբողջ թագավորության մեջ եղող մոգերից ու հմայողներից տասնապատիկ գերազանց տեսավ, եւ Դանիելը մնաց այնտեղ մինչև Կյուրոս թագավորի առաջի տարին։ Սիրելիներ, այսպես են վերնագրել այսօրվա խոսքը չպղծվելու ընտրությունը։ Դանիելի գիրքը սկսվում է պարտությամբ, գերությամբ եւ ճնշմամբ։ Եկեք մի պահ պատկերացնենք, ինչ էր կատարվում դա։ Նախ ասեմ, որ ամենևին էլ նա այդքան նախանձելու բան չկար նրա մեջ, որտեվ այդ պահին ինքը գտնվում էր շատ հեռու։ Գերությամբ ու ճնշմամբ Աստծո ժողովուրդը պարտվել էր, Երուսաղեմը ավերվել, տաճարի անոթները տարվել էին Բաբելոն։ Մարդկային տեսանկյունից թվում էր, թե Աստված լռում էր, սակայն հենց այս մթության մեջ է, որ Աստված ձևավորում է մի մարդ, որի հավատարմությունը դառնալու էր սերունդների օրինակ։ Այս համարում որոշվում է ոչ միայն Դանիելի ընթացքը, այլ Աստծո փառքի դրսևորումը օտար երկրում, օտար ազգերի մեջ։ Գիտեք, հեշտ չէր Դանիելի համար, սիրելիներ։ Դանիելը պատանի ինքը միջին տարիքի մի տղամարդ էր, որը իսկապես ուներ Աստծո վախը։ Իր սրտում պահում էր, նա որոշել էր, որ չպղծեր իր սիրտը, իր մարմինը, իր հոգին օտար կերակուրներով եւ խմիչքով։ Դանիելը ապրում էր օտար երկրում, հեռու իր ընտանիքից, մշակույթից ու տաճարից, բայց դա նրան ամենևին չէր խանգարում կայացնել ճիշտ որոշումներ եւ հավատարիմ մնալ իր դավանանքին։ Գիտեք, սիրելիներ, մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որտեղ ամեն օր օրենքներ է փոխվում, տարբեր ոլորտներում։ Մենք ապրում ենք գիտության դարաշրջանում, համակարգչի դարաշրջանում եւ ամեն բան այսօր անկառավարելի է դառել եւ ամենաուժեղ զենք այսօր դառել է ինֆորմացիոն զենքը, որ մարդկանց ահաբեկում է, վախի եւ ստրեսի է ենթարկում, սիրելիներ։ Ես եւ դու ամեն օր կանգնած ենք այդ որոշման եւ ընտրության առաջ։ Աշխարհը փորձում է ամեն գնով մեզ տանել փողզիջման։ Նրա նպատակն է մեզ հեռացնի Աստծուց, հոգևոր արժեքներից, հոգևոր մշակույթից, իրականությունից եւ ճշմարտությունից։ Եթե այսօր մենք որոշում չկայացնենք, մեր փոխարեն աշխարհը որոշում կկայացնի։ Դանիելը հավատաց իր սրտում, որոշեց իր սրտում, որոշեց իր մտքում։ Ամեն բան, սիրելիներ, գալիս է մեր որոշումից։ Մարդիկ տարիներ, տասնյակ որոշում են գան եկեղեցի։ Այս կիրակի անպայման կգամ, սիրելի հովիվ, անպայման, ինչ էլ որ լինի։ Գիտեք, մեր բոլորի կյանքում լինում են պահեր, երբ որ մեզ կիրակի օրը հրավիրում են հարսանիքի, երբ որ մեզ կիրակի օրը հրավիրում են ինչ-որ առիթի։ Սիրելիներ, Աստված մեր փոխարեն արել է ամեն բան, բայց որոշումը մեզանից է։ Աստված մեր փոխարեն որոշել է, մենք չենք ընտրել մեր ծնողներին, մենք չենք ընտրել մեր ազգությունը, մեր սեռը, մեր տարիքը, մեր երեխաներին։ Մենք ընտրել ենք մեր կանանց եւ ընտրել ենք մեր փրկությունը։ Ամեն։ Որտեւ Տերը առաջարկում է, բայց Աստված ազատ կամք է տվել, որպեսզի մենք որոշենք, որ կողմ գնանք։ Եթե ընդունենք հավիտենական կյանքը, Աստված կգրի մեր անունը իր հավիտենական գրքի մեջ։ Ամեն։ Դանիելը իր սրտի մեջ որոշեց, իր մտքի մեջ որոշեց։ Նրա հավատքը պայմանավորված չէր իրավիճակով, այլ համոզմունքով։ Նա չէր սպասում մինչև իրավիճակը փոխվի, այլ ինքն էր որոշում մնալ անփոփոխ։ Գիտեք, որոշումը երբեմն գալիս է մի պահ, որ մարդը համոզվում է, իսկապես կան, չէ՞, մարդիկ, ովքեր համոզելու հոգի ունեն։ Որ ինչ-որ բան, ինչ-որ ձևով ամեն գնով կուզենան համոզեն քեզ, որ դու ասես լավ համոզեցիր, բայց երբեմն մանրուքների մեջ, եթե մենք զիջենք, մենք մեծ տանուլ կտանք Աստծո արքայության մեջ, սիրելիներ։
Թվում է ինչա որ հիմա լավ մի հատ էլ մի հատ սիգարետ վերցնեմ ծխեմ, ով տեսավ որ կամ մի բաժակ էլ խմեմ, հիմա ով տեսավ։ Սիրելիներ, Հովսեփը երբ որ պետապրեսը փորձեց նրան վատ վիճակի մեջ գցել, նա ուղղակի փախավ նրանից։ Նա ասեց ամեն բան քո Տերը իմ ձեռքն է տվել բացի քեզանից։ Ես այդ մեղքը որ գործեմ, քո հետ որ գործեմ, Տիրոջ առաջ եմ գործելու։ Սիրելիներ, կապ չունի քանի հոգի են գտնվում այդ վայրի մեջ, երբ որ մենք մեղք ենք գործում։ Աստծո աչքերը տեսնում են ամեն բան։ Մենք չենք կարող Տիրոջ մոտ տպավորություն թողել, չենք կարող մեր հուզական ու զգացմունքային առումով Տիրոջ մոտ ինչ-որ սրտի մեջ Աստված չի շարժվում զգացմունքով, Աստված չի շարժվում խղճով, նա առաջնորդվում է Սուրբ Հոգով։ Նա գերիշխան է, նա կարիք չունի ինչ-որ մեկին հարցնի, ես ինչ բան անեմ, թե չանեմ։ Նա է մեր արարիչը, նա է մեր ստեղծիչը։ Նա մեզ կյանք է տվել և մեզ ազատ կամք է տվել է բանականություն, որպեսզի մենք ընտրենք, որն ենք ընտրում։ Մեր առաջ է այդ ընտրությունը։ Թվում էր առաջին հայացքից այդ առաջարկի մեջ վատ բան չկար, ընդամենը պետք է դու ուտեիր թագավորի կերակուրներից։ Ինչ կար դրա մեջ։ Երբ որ մեր իրականության մեջ մի քիչ դեռ չի վերացել այդ ամեն ինչը, որ դեռ մարդիկ մատաղ են անում, զոհաբերություն են անում և դու ասում ես դուք չեք ուտում մատաղի միս, ասում եմ ոչ, որովհետև դա այդ մատաղը այդ խորհուրդը չունի, այդ մատաղի անունը դրեք զոհաբերություն, դրեք խոստում, երբ որ քո երեխան ասում ես բանակից վերադառնա, ես մի հատ աքլոր կմորթեմ, բայց մի դիր անունը մատաղ։ Սա շատ կարևոր մի հատ նրբություն է, որ մենք հաշվի չենք առնում երբեմն, բայց մենք Աստված մեր կյանքի ամեն մանրուքների վրա ուշադիր է։ Ասում է անգամ ձեր մազերը համրած է, անգամ առանց Տիրոջ գիտությամբ տերևը չի ընկնում ծառից, սիրելիներ։ Աստված այդքան հետաքրքրված է մեր ամբողջ կյանքով, այն որ դաժե մենք չենք մտածում, ասում ենք դե ինքը փոքր մի հատ երևույթ է մեր կյանքում, բայց փոքր բաները մեծ նշանակություն ունեն, սիրելի քույրես, եղբայրս։ Թագավորի կերակուրը ինքնին միայն սնունդ չէր, այլ ներկայացնում էր հեթանոսական զոհաբերությունների մասնակցություն։ Աստծո օրենքի խախտում, բաբելոնական համակարգի լիակատար ընդունում։ Դանիելը չմերժեց կրթությունը, լեզուն կամ ծառայությունը պետությանը, բայց նա մերժեց այնինչ պղծում էր իր հոգևոր ինքնությունը։ Սա ուղղակի ոչ միայն Դանիելի դեմ էր, այլև հրեա ազգի դեմ էր։ Սա ոչ միայն հրեա ազգի դեմ էր, այլև Աստծո դեմ էր և Աստծո օրենքին դեմ էր, սիրելի քույրես, եղբայրս։ Քրիստոնյան կարող է ապրել այս աշխարհում, բայց չի կարող ապրել աշխարհի նման։ Փոխեցին նրա անունը, լեզուն, բայց նա չթողեց, որ իր սիրտը փոխվի։ Աշխարհն ուզում է փոխի մեր արժեքները, ինքնությունը և մեր հավատքի սահմանները։ Աստծո մարդը պետք է որոշի հարմարավետություն, թե սրբություն, ընդունում մարդուց, թե հաճություն Աստծուց։ Դանիելը չապստամբեց, բայց որոշեց չպղծել իրեն հոգևոր թագավորի կերակուրով և խմիչքով։ Հնազանդ մարդը Աստծո ձեռքին գործիք է դառնում։ Սաղմոս 25:9 Հեզերին կուղեկցի իր ճանապարհով։ Աստված մեր առաջ դնում է կյանքը և մահը, օրհնությունը և անեծքը։ Մեր ճիշտ որոշումից է կախված այսօրվա մեր ներկան և վաղվա ապագան։ Որոշումը մեզանից, զորությունը Տիրոջից։ Ամեն։ Հավատքը սկսվում է սրտից, հավատքը երևացող բան չի, հավատքը չերևացող բան է, որտև Եբրայեցիների 11-րդ գլխում առաքյալը տալիս է հավատքի սահմանումը, որ հավատքը չերևացող բաների հաստատությունն է և գալիք բաների ապացույցը։ Այն ինչ որ մենք տեսնում ենք, դա արդեն պետք չի դրան հավատանք, որտև Հիսուս ասեց երանի նրանով չի տեսել, բայց հավատում է։ Կրոնը մարդուն դրսից է փոխում, բայց հավատքը մարդուն ներսից է փոխում քրիստոնեությունը։ Ճշմարիտ քրիստոնեական կյանքը չի սկսվում դրսից, այլ սրտից։ Սրբությունը նույնիսկ փոքր բաներում, Աստված ընդունում է նաև փոքր բաները, որոնք կարող են մեծ բաների վտանգի պատճառ դառնալ։
Թագավորի կերակուրը կարող էր թվալ աննշան բան, բայց դրա տակ Դանիելը մեծ վտանգ էր տեսնում եւ նա զգուշացավ եւ հրաժարվեց առաջարկից։ Փոքր զիջումները հաճախ մեզ պղծության դուռ են բացում մեծ։ Աստված հավատարմություն է որոնում ոչ միայն փորձությունների, այլև առօրյա ընտրությունների մեջ։ Ճնշման տակ ճիշտ ընտրություն։ Նրան թվում էր իրավիճակը այնքան վատ է, իրապես այդպես էր։ Մարդկայնորեն ամեն բան փակ էր, ամեն բան խավար էր, ամեն բան մութ էր, խավար էր եւ անորոշ էր, բայց Դանիելը իր որոշման մեջ հաստատակամ մնաց եւ ոչինչ չխանգարեց, որ նա ինքը որ իր որոշումը պահի միջև վերջ, որտեվ այդ որոշումը սիրելներ Տիրոջը հետևելու համար մենք չենք տալիս Տիրոջը պայմաններ, մենք չենք դնում Տիրոջ առաջ պայմաններ, որ մենք այս դեպքում Տեր կծառայեմ քեզ։ Եթե դու էսի անես իմ կյանքում, սիրելիս, Աստված է որոշել, մենք պետք է հարմարվենք իրան։ Մենք պետք է հետևենք նրան այնպես ինչպես նա է ուզում։ Ասում եմ, եթե ուզում ես իմ հետևից գալ, ինչ պետք է անենք, դու ասեք։ Պետք է մեր անձը ուրանանք, մեր խաչը վերցնենք, ուրիշի խաչը չէ, մեր խաչը։ Վերցնենք եւ հետևենք նրան։ Որ ամեն օր մենք այս ընտրության առաջ ենք կանգնած, սիրելիներ։ Հեշտ չի այս բովանդակ աշխարհի մեջ դավանանքը պահել մեր։ Որտեվ իսկապես եթե մեկը ճանաչել է Տիրոջը, ինչպես կարող է հրաժարվել նրանից։ Ինչպես կարող եմ ես հրաժարվել նրանից, որ նա ինձ կյանք է տվել։ Ես այստեղ կանգնած չէի լինի, եթե Տերը իմ հետ չլիներ։ Ես չեմ ուզում մի հատ վկայություն ունեմ, առիթ կունենամ մյուս անգամ պատմելու ժամանակի առումով, բայց բանակում ես սիրելիներ ուղեղի ցնցում եմ տարել 96-98 թվականին ծառայել եմ հայկական բանակում եւ այն ժամանակ ես հավատում էի ոնց որ մնացածները։ Իմ համար դե բոլորը հավատում են, ես էլ էի հավատում, բայց ես անձնական հարաբերություն եւ ճանաչողություն չունեի Տիրոջ հետ։ Եվ երբ որ ես բանակից վերադարձա եւ երբ որ այդ դժոխքային օրերը անցան իմ կյանքից, ես հասկացա, որ Տերը ինձ պահել է եւ Տերը իմ կյանքի համար ծրագիր եւ որոշում ունի։ Շնորհակալ եմ Տիրոջից իսկապես, սիրելիներ։ Դանիելը կարող էր արդարանալ տարբեր պատճառներով։ Այսօր շատերն են արդարանում։ Եթե մենք լուրջ չենք վերաբերվում հավատքին, մենք կարող ենք ցանկացած պահի, չէ՞, մարդիկ եթե ուզում են ոչինչ չանեն, պատճառներ են որոնում։ Իսկ մարդիկ եթե ուզում են ինչ-որ մի բան անեն, հնարավորություններ են փնտրում իրանք։ Դրա համար մենք պետք է ամեն առ Տերն ասեց, եթե իմ հոր առաջ եւ հրեշտակների առաջ ինձ դավանեք, չէ՞, ես էլ ձեզ պիտի դավանեմ։ Դուք պատկերացրեք ինչ մեծ շնորհ է Աստված տվել մեզ սիրելիներ, որ հոր առաջ Հիսուսն ասի, սա իմ զավակն է, Աշոտը իմ սիրելի զավակն է, Էդգարը, մնացածները, սիրելիներ, էսի բացառիկ մի հատ յուրահատուկ, ամեն մեկիս համար մի հատ յուրահատուկ զգացողություն է, որ ամեն անգամ, երբ որ ես նայում եմ երկինք, նայում եմ Տիրոջ գործերին, ես հուզվում եմ ուղղակի։ Ես իմ լացը չեմ կարող զսպեմ, որտեվ ասում եմ Տեր, ես ով էի, ով եմ ես կամ ով է իմ ընտանիքը։ Դրա համար այսօր մենք հնարավորություն ունենք հավաքվելու, վաղը բայց կարողա չունենանք սիրելիներ, բայց մեր որոշումը պետք է լինի այո եւ ամեն։ Դանիելը կարող էր արդարանալ տարբեր պատճառներով, բայց նա ընտրեց հնազանդությունը Աստծուն, ոչ թե մարդկանց։ Աստծուն հաճեցնելը երբեմն նշանակում է մարդկանց չհաճեցնել։ Գաղատացիների 1:10 Պողոսը գրում է, որովհետև հիմա մարդկանց եմ հաճեցնում, թե Աստծուն, կամ ուզում եմ մարդկանց հաճո լինել, եթե տակավին մարդկանց հաճո լինեի, Քրիստոսին ծառայեի լինի։ Մենք մարդահաճություն պետք է չանենք, մենք Աստվածահաճություն պետք է անենք։ Գիտեք, երբ որ մենք մարդկանցից վախենանք, Աստծուց չենք վախենա, բայց երբ որ Աստծուց վախենանք, մարդկանցից չենք վախենա։ Հիմա ո՞րն է մեր համար կարևոր, մենք մարդուց վախենանք, թե Աստծուց։ Մարդիկ մանիպուլացնում են մեզ, կամ մենք ենք մանիպուլացնում։ Ամբողջ մեղքը չգցենք էլի դիմացինի վրա։ Երբեմն լինում են իրավիճակներ, որ ամեն գնով մարդիկ ուզում են հասնեն իրանց ուզածի, իրանց կապրիզով, իրանց մանիպուլացնելով, բայց մենք պետք է, եթե մեր որոշման մեջ, մեր սրտի մեջ մենք որոշել ենք, որ պետք է հավատարիմ լինենք, սա
Տերը գնահատում է մեր մեջ սիրելիներ, որտեղ հավատարմությունը դա աստվածային հատկանիշ է։ Աստված, երբ որ մեզ ներեց, մեզ մի օր Աստված ինձ ու քեզ երեսով չտվեց, սիրելիներ, ասես, վայ, դու ես ինչքան վատն ես, ես քո համար այսքան բան արեցի, իսկ փոխարենը դու ինչ արեցիր։ Աստված մեզանից ինչ կարող է ակնկալել, մեր սրտերի պարունակությունը, մեր որոշումը, որ մենք հավատարիմ լինենք մինչև մահ։ Այստեղ շատերը ամուսնացած եք եւ ես ինքս էլ մենք կանգնել ենք Աստծո խորանի մեջ եւ խոստում ենք տվել Տիրոջը, որ մինչև իմ մահ հավատարիմ կլնեմ կամ հնազանդ կլնեմ քեզ։ Եվ սա երկինք հարցանագրել է։ Եվ մեր ապաշխարությունն էլ, մեր ջրի մկրտությունն էլ, մեր հոգու մկրտությունը վկայում են մի բանի մասին, որ մենք Աստծո առաջ պարտավորվածություն ունենք եւ մեկս մյուսի առաջ պարտավորվածություն ունենք, լավ իմաստով։ Եթե ես իմ եղբորը հաշվետու չեմ, նշանակում է ես սխալ հոգու մեջ եմ։ Գայլը եթե ուզում է ոչխարին խփի, գառանը խփի, ինքը առանձնացնում է հոտից։ Եվ այսօր շատ վիրավորված եղբայրներ, քույրեր կան, որոնք դուք ինչ չեք հասկանում։ Վայ, չէ։ Դու ձերը ինչ է, իմը ես այնքան վատ է, դու պատկերացնում ես նա ինչ չբարևեց, սիրելիս, նա ես չարեց է։ Հա հետո աշխարհը չքանդվեց դրանով, սիրելիներ։ Աստված մեզ այնքան մեծ բաներ ա ներել, մեզ շնորհել ա եւ մեր անունը կյանքի գրքի մեջ ա գրել, քավել ա մեր անօրենություններն ու մեր հանցանքները։ Մենք միթե չենք կարող ներենք մեր քրոջը կամ մեր եղբորը։ Այդքան ուշադիր ենք, այդքան նրբանկատ ենք, հա։ Ինչ, հիմա ուզում եք Աստված մեզ դատի արդարությամբ, թե շնորհքով եւ ողորմությունով։ Եթե արդարությամբ դատի, ոչ ոքը չի փրկվի, սիրելի քույրես, եղբայրս։ Մենք մեզանից ով ենք ներկայացնում, մենք ով ենք ընդհանրապես առանց Աստծու։ Առանց Աստծու ոչինչ ու ոչնչություն ենք, որտեղ մարդու օրերը ունայն են, կշիռ չունի մարդու կյանքը, բայց Աստված իր կյանքը տվեց եւ այդ կյանքը դառավ անգնահատելի։ Այսօր մարդիկ չեն գնահատում իրենց կյանքը, ասում են՝ «Վայ, մեռնենք, պրծնենք»։ Մեռնես չես պրծնի։ Էդի սկիզբն է, որ մեռնես, նոր կյանքի սկիզբը է էդի։ Հələ դժողքը նոր է սկսելու քո համար։ Քո համար չէ, էլ իրանց համար։ Մեռնենք, պրծնենք։ Մի հատ թեթև փորձություն ա լինում, վայ, բա որ Դանիելի տեղը լինեինք, ինչ կանեինք։ Անկամ ինքը չվախեցավ, որ գծվի առյուծների գուբը։ Նրան այդ որոշումը էդի հələ մի հատ առաջի փորձություններ, պատկերացրեք։ Հետո նայում ենք հաջորդին, նայում ենք այն մեկին, նայում ենք այն մեկին եւ տեսնում ենք, որ նա իր քննությունը 5-ի հանձնեց։ Գերազանց, ամեն առումով։ Հավատքը ամեն մարդու բան չի, Պողոս առաքյալն ասում է։ Եթե այսօր դու որոշես, վաղվա քո ապագան ապահովագրված է, ոչ թե երկրի վրա, այլ երկնքում։ Աստծո պատասխանը հնազանդությանը։ Ինչ եղավ արդյունքում, երբ որ Դանիելը հնազանդվեց Աստծուն։ Նրան շնորհ տրվեց, իմաստություն եւ ճանաչողություն ավելացրեց եւ բարձրացրեց։ Աստված երբեք պարզ չի մնում նրան, ով իր սրտում մաքուր է մնում։ Մատթեոսի 5:8 Երանի նրանց, ով սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն։ Երբ մենք պահում ենք մեր սիրտը, Աստված պահում է մեր ապագան։ Նա ոչ միայն պաշտպանում է, այլ նաև բարձրացնում է։ Այսօր մեզ չեն ստիպում բացահայտ ուրանալ մեր հավատքը, բայց առաջարկում են փոքր զիջումների գնալ ճակերտավոր։ Աշխարհը ամեն գնով ուզում է մեզ հետ պահի Աստծուց, բայց մենք բոլոր դեպքերում չպիտի գնանք փոխզիջման։ Աշխարհը իր հարմարավետությամբ, անհոգությամբ, ճահիճի պես խորտակում եւ խեղդում է մեզ։ Երբ մարդը սրտում է վճռում հնազանդ լինել Աստծուն, Աստված կարող է փոխել նույնիսկ այն ճանապարհը, որը թվում է փակ։ Թող մեր սրտելում էլ լինի այդ վճիռը, ոչ միայն մեր մեծ պահերի, այլև ամենօրյա ընտրությունների մեջ։ Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս, որ Աստծո մեծ գործերը շատ հաճախ սկսվում են ոչ թե բարձր աղմուկով, այլ մարդու սրտում ընդունված վճռով։ Եվ ուզում եմ վերջում մի պատմությամբ ավարտեմ այսօրվա խոսքը, սիրելիներ, մի հետաքրքիր պատմությամբ, որ վերնագրել եմ այսպես. բարի համբավը ամենաթանկ կապիտալն է։
Մի երիտասարդ գործարար ուներ փոքր, բայց արագ աճող ընկերություն։ Նրան մի օր առաջարկեցին մի շատ մեծ պայմանագիր, եթե նա ստորագրեր, նրա բիզնեսը միանգամից կդառնար շուկայում առաջատար։ Բայց պայմանագրում մի մանր տառերով կետ կար։ Պետք էր մի փոքր կլորացներ թվերը, թաքցնել որոշ իրական տվյալներ։ Ոչ ոք չէր նկատի, գործընկերներն ասում էին. ով կտեսնի, ինչա, հիմա մի հատ թեթև մի հատ ջնջում ես, ուրիշ թվեր ես գրում, մի քիչ կլորացնում ես թվերը, ամեն ինչ նորմալ է։ Սա բիզնես է, ոչ թե կիրակի դպրոցի դաս։ Երիտասարդ ամբողջ գիշեր չքնեց, նրա խիղճը տանջում էր, նա գնա այդ քայլին, թե չգնա։ Նա հասկանում էր, որ մեկ ստորագրությունը կարող էր փոխել իր ապագան, բայց նաև գիտեր, թե այսօր, եթե խախտի իր սկզբունքները, վաղը դրանք այլևս իրեն չեն պահի։ Առավոտյան նա հրաժարվեց գործարքից։ Բոլորը կարծում էին նա խելագարվել է։ Ընկերությունը ժամանակավորապես կորցրեց եկամուտ, աշխատակիցներից մի քանիսը հեռացան, մի քանի ամիս անց նույն մեծ ընկերությունը հայտնվեց սկանդալի կենտրոնում։ Բացահայտվեց հենց այդ խաբեությունը, որից երիտասարդ գործարարը հրաժարվել էր։ Շուկան կորցրեց նրանց վստահությունը, իսկ երիտասարդ գործարարի ընկերությունը սկսեց ստանալ նոր առաջարկներ։ Մարդիկ ասում էին, նա այն մարդն է, ում կարելի է վստահել։ Տարիներ անց նա ասեց. ես չկորցրեցի գործարքը, ես շահեցի իմ անունը։ Աստված օրհնի ձեզ, կարող ենք կանգնել Տիրոջ առաջ, սիրելիներ։ Իսկապես մենք կարիք ունենք, սիրելիներ, մեր որոշումը մեր սրտի մեջ իսկապես հաստատ պահել, որտև եթե այսօր այս հնարավորությունը կա Տիրոջը պաշտելու եւ մենք անում ենք դա, բայց վաղը եթե ճնշում կամ հալածանք լինի, մենք հրաժարվենք, մեզ ինչ է մնում անել։ Միթե արտաքին երևույթները կարող են մեզ խանգարել Աստծո հավիտենական թագավորության մեջ մտնելու։ Միթե այսօրվա փոքր փորձությունները կամ աշխարհի այս զվարճանքը կարող են մեզ հետ պահել։ Իհարկե ոչ։ Մենք ընտրել ենք եւ ես աղոթում եմ, որ իսկապես այդ որոշումը մենք ամեն օր կայացնենք, սիրելի քույրես, եղբայրս, որտեվ Քրիստոսին հետևելը հեշտ չի, որովհետև նրա հետևից գնալը դա գին է, որ մենք պետք է վճարենք։ Եվ այդ գինը թանկ արժի, սիրելիս։ Այդ գինը այնքան արժի, որ Հիսուսը փոխարենը վճարեց մեր համար։ Եվ Աստված այդքան սիրում է ինձ ու քեզ։ Միթե կարելի է ինչ-որ ժամանակավոր հաճույքների փոխել, համեմատել կամ զիջումների գնալ հավիտենական արժեքները թողնելով։